Իսկ դուք գիտեք, որ ցանկացած բարի մաղթանք իրենից օրհնություն է առաջացնում։ Իսկ հեգնող ու պիտակավորող խոսքերը հարատավորում են մարդու մտավոր բնույթը, որտեղ եթե ասում ես ինչ սիրուն ես, անկախ իր ոչ բարենպաստ արտաքինից, մարդու ամբողջ ներաշխարհը միանգամից ծաղկում է։ Ու հələ փորձես ասել, թե ինչ ես տգեղացել, հաջորդ անգամ քեզ տեսնելուց ճամփեն կփոխի, որ իր տրամադրությունը չփչացնի։ Բայց մեր օրհնելով ոչ միայն օրհնվում են, այլ նաև օրհնվում ենք, որտեղ մեր իսկ բերանից ելածով մենք մեզ ենք բավարարում։ Օրհնյալ խոսքեր ասելուց օրհնվում ենք, պիտակավորելուց ինքներս մեզ զրկում ենք հաճելի զգացողությունից կամ կամենալը։ Եթե չկամենաս լավը, բարին փոխանցել մեկին եւ ուրախացնել դիմացինին քո խոսքերով, ով պիտի քեզ ուրախացնի ու քո բարին կամենա, որտեվ մարդու ապրելակերպը խոսքի ազդեցությունից է ձևավորվում։ Սիրո բառեր օգտագործելուց ամեն բան ծաղկում է շուրջդ ու սիրով են լցվում քո հանդեպ, իսկ դառը խոսքեր շռայլելուց թարամում է մարդու թե արտաքինը եւ թե ներքինը։ Եվ ինչի համար էլ Աստված հենց ինքը լինելով մեզ համար օրհնություն, հորդորում է մեզ բոլորիս նմանվել իր իսկ օրինակին, որ անկախ մարդու մեղանչող բնույթի Տերը չի զրկում նրան ոչ անձրևից, ոչ ձյունից եւ ոչ էլ լուսավորող ու տաքացնող արևից, այլ միշտ բարիքներով է լցնում ցանկացած մեղավորին։